Այսօր պիտի սերդենք թզենին արագը, որ գտնվի Ղուգաս ավետարանին 10-րդ գլխում 6-ն 8-րդ համարներում մեջ։ Շատ հետաքրքրական է այս մեկը, անշուշտ բոլորնալ Աստծո թագավորության հետ կապված արակներ էին, եւ այս մեկը անգամ եւս կվերապերի Իսրայելի ժողովրդին, որ բդուղ չեր բերեր, բայց ադոր մեջ են մենք պիտի քաղենք կարևոր դասեր մեզի համար։ Հարցում մարցնեմ ցեզի։ Եղած է որ փամը քնած եք, որուն համար շատ աշխատած եք, ավոր կումար մհատկացուցած եք, կացած եք, քնած եք, դում բերած եք, գազմել են, ընել են վերջը չաշխատած։ Ինչպես սկացիք, երբ որ այդպիսի փամը պատահեցավ։ Եվ նամանավանդ, եթե այդ աբրանքը եթե չեք կնար վերադարձնել, ինչ կնեք։ Այդ բոլոր ուրախությունից մենք խոսք ունենք միջին արևելքի մեջ, արևմտահայերին մեջ կսենք, հավասը փորը մնաց կսեն։ Այսինքն ամեն ուրախությունը փոր մնաց։ Այդպես կլա մեզի։ Եվ չենք սիրեր այդպիսի վիճակներու առջև գտնվել, որ երբ անագնգալներ գլան, այն բանը որ գխորենք, որ գաշխատի, այն բանը որ գխորենք, որ փամը պիտի նե եւ փամը չներ։ Մտածած եք արդյոք Հիսուս ինչպես կսկա մեզի անթեփ, մեզի մեր թիմած, մեր ապրած կյանքին եւ մեր վիճակին, երբ մենք բդուղ պետք է բերենք Աստծո թագավորության համար եւ բդուղ չենք բերեր։ Ինչ կբադայի արդյոք։ Այս արագի մեջ կտեսնենք, որ այքին դերը գուկա, որ այքին քննե, թե ինչ կբադայի, հոնդեղը թզենի մը կտեսնե, որ բդուղ չեր դար։ Եվ կմտածե, որ այդ թզենին բարապ դեր կկրավե այդ այքի մեջը եւ պետք է այլևս հոն մնա։ Որպես քրիստոնյաներ մեզ մեկ կբահանջվի, որ բդուղ բերենք։ Ոչ թե մեկ անգամ կամ մի քանի անգամ, այլ միշտ, ամենադեն։ Ճշմարիտ քրիստոնյան չի գնար առանց բդուղի գնալ, որովհետև իր սերը, որ ունի Քրիստոսի անտեպ, զինք կմղե, որ բդուղ բերե։ Քրիստոս երկինքեն իջավ, խաչվեցավ մեզի համար, մեզ սիրելուն համար, եւ ամենաքիչ բանը, որ գրնան գնել Քրիստոսի համար, իդ իրեն սիրել է, իրեն ծառայելով։ Երբ որ մենք չենք ծառայեր այն նպատակին համար, որ կանչվեցանք, որ քննվեցանք, մենք Քրիստոսի կպատկանենք, Քրիստոսի անունով քնված ենք։ Ինչ կխորիկ պետք է Աստված մեզի ընե։ Երկու տեսակի քրիստոնյաներ կան։ Մեկ տեսակը բդուղ կբերե, մյուս տեսակը բդուղ չի բերեր։ Ադոր մեջտեղը փամը չկա։ Գամ բդղադու ես, գամ բդուղ չես բերեր։ Եվ այս արագի մեջ կտեսնենք, որ թզենին անբդուղ էր։ Ոչ մեկ բդուղ գարդատրեր։ Այքին մեջտեղը գեցած էր եւ ոչ մեկ բանգներ բացի դեղ կրավել են։ Եթե ուրիշ բան մցանածը լար այնտեղը այքեբանը, դերևս ուրիշ այդ ցանածը բդուղ պիտի բերեր եւ արժեք պիտի ունենար եւ շահ պիտի բերեր այդ այքին համար։ Այս թզենին, որ այս այքին մեջն էր, ոչ մեկ օգտագործություն ուներ, բացի դեղ կրավել են։ Եվ գգարտանք արագի մեջը գսե, այքին դերը գուքա, եւ գսե, ինչ կնես թզենին այստեղը։ Ինչու հոսե։ Երրորդ տարին է գսե գուքամ, եւ վրան մեկ հատ թուզ չկա։ Եվ գսե, պետք չէ արդյոք այս ծառը գդրվեր եւ թափվեր այլևս, որովհետեւ անկործածելի է, անպետք ծառ մնե։ Ծառ է, բայց ծառություն չներ։ Եվ այքեբանը գսե, ինձ մեկ տարի եւս դուր։ Մեկ տարի եւս դուր, վրան աշխատիմ, ջուր դամ, լավ չրեմ, fertilizer տնեմ, թերևս կարելի է որ քալ տարի բդուղ տա։ Եվ անշուշտ այքին դերը հայրաստվածինքն է, այքեբանը Հիսուս է, եւ Հիսուս գսե իր հոր, որ ինձի քիչ կա ժամանակ դուր, որ այս ծառին վրա աշխատիմ, որբեսի բդուղ բերե։
Եվ այսօր Հիսուս նույն բանը գնե բոլոր անոնց համար հավատացյալներուն համար որ բդուղ չեն բերեր իր հոր Աստուծո արչև մեզի համար բարեխոսություն գնե գսե հայր գսե սպասե ես կաշխատեմ որ այս քրիստոնյային վրա որբեսի ինքը բդուղ բերե իմ խոսքովս իրեն ամեն օր գճրեմ ամեն օր սնունդ կուդամ որ քալ դարի երբ որ քաս նայելու որ բդուղ գա կամ չգա իր վրա բդուղ տեսնես դամ յետևին բարդեզի մեջ խնձորի ձար մգար եւ անոր կողքին քիչ մանտին գար փշոտ թուկմա եւ այս խնձորի ձարը շատ քեղեցիկ բդուղներ մեջտեղ գբերեր չրոտ խածնեիր համը պերանդ կմնար բզդիկները այս ձարին վրա գմակցեին որբեսի ձարեն բդուղները հավաքեին եւ ուդեին որտերը Քեդին ինգածներեն գերագրվեին, քեդին ինգած խնձորներեն, թրջունները բարձր եղած խնձորները գգծեին եւ անոնքալ հաջիկ կարնեին այդ ծևով գերագրվեին եւ այս ձարին դերը ամենադեն գհոդեր փրուն որ դգար ջուղերը մակրվեին եւ ավելի զորանար այս ձարը եւ անշուշտ շատ քեղեցիկ բդուղներ գբերեր եւ միշտ այսպես կշարունակվեր բայց անոր գողքին փուշե թուփը որգար մի քանի յարդ անտին մեգա կովեն չերանցներ օրմը դղամը հեծանիվով գկշեր սխալմամբ ձուր դարձավ եւ փուշին վրա ինգավ ամեն ցերկերը բادرվեցավ եւ արակ մը փախավ փուշին կովեն եւ չփորձվեցավ անգամնալ այդ փուշին կովեն հեծիգով անցնել Եվ մեգը ուշադրություն չեր դարձներ, մեգը չեր մոդենար աս փուշե թուփին։ Ոչ մեգը անգե բդուղ գկաղեր, որտեղ բդուղ չուներ։ Առանցին անգույնը քաշված թուփ մներ եւ շատ ալ դքեր։ Ամեն մարդ կփախչեր անգե։ Երբ որ այս բանը կբադահեր խնձորի ձարին որ ամեն մարդ կուքար իր խնձորներեն գարներ, կենթայները, մարդիկը ամենը գերագրվեին, սկիզբը այդ ուշադրությունը որ գկրավեր, իրեն հաջելի գտվեր, բայց դեղը ասավ 10 տարի վերջ, սկսավ նախանցիլ փուշե թուփին, եւ սավ թուփին, գիտես ինչ, ես հոգնեցա այլևս ամեն մարդ իմ վրաս մակցել են, իմ բդուղներս ինձ մե առնել են, իմ Դերս ամեն օր գուքա ջուղերս կգդրե, գծավցնե ինձի։ Գոջղիս տակնալ հոդած աղդոդություն գտնե, եւ այլևս ցանցացա ասպանեն։ Երանի ես քեզի բես փուշը լայի։ Այն ադեն ամեն մարդ ինձի հանկիս պիտի ցկեր, եւ մեկը պիտի չի մոդենար ինձի։ Եվ այս փուշը դարձավ խնձորի ձարին նայեցավ եւ ասավ Խենտցերես տուն, ինձի նայիր, մեկ ինձի չի սիրեր, ոչ մեկ օգուտ ունիմ, ոչ մեկուն, դքերեմ, ով որ կովս կուկա, իրեն վնաս կհասցնեմ, եւ դերը ինձի կովեսա չանցնիր, ոչ հոգ կդանի, ծկած է, ես ինձի փուսա, Եվ այսպես մեջտեղը եղած եմ եւ ոչ մեկ օգտագործություն ունեմ։ Վայրի փուշ մնեմ։ Միակ բանը որ լավ է ինձ համար ես այս բարդեզի մեջ դեր կգրավեմ, փամը գերեվի։ Եվ սավ իմ ամեն փուշերս գուդամ ոյ մեկուն որ ինձի քեզի բեսն է եւ ջուղեր ունենամ եւ Դղակները ամենը վրաս մակցին, իմ դերս ինձի հոդե եւ ես գարենամ քեզի բես բդուղ փերել։ Եվ ասիկա անշուշտ ասպայտնությունը կներկայացնե քրիստոնյան, որ բդղադու է, երբեմն գծավի, երբեմն մարդիկ կօգտագործեն իրեն, բայց գիտենք որ այդ չարաչար կործածվելու մեջ այս Քրիստոնյան որ բդղապեր է աստուծո գամպն է որ կգադարե եւ անշուշտ
դերը, որ այս այքին դերն էր, եթե ցերքեն կար փուշերը պիտի վերցներ, որբեսի մարդիկ այդ թուփենալ ախորժեին եւ շատ անգամ մենք հավատացյալներս որ փուշեր կսկսենք արձակել մեր Տեր Հիսուս Քրիստոսը որ մեր այքեբանն է մեր փուշերը կվերցնե եւ անոնց դերը հոգին բդուղը գտնե հոգին բդուղը խաղության բդուղը մեր վրա գտնե եւ ասիգա բդղադու ծարմը լալուն մեկ մասն է անոր համար Աստված մեզի քնեց իր որդուն Արինովը որբեսի բդուղ բերենք շատ անգամ մարդիկ մեզի գկնադեն ուրիշադեն մեզի նույնիսկ գադեն վերջավորության մենք այդ խաղաղությունը գրնանք ունենալ գիտնալով որ մենք բդուղ կբերենք Աստծո փառքին համար այն բդուղը որ Աստված կուզե որ մենք տանք Սուրբ Հոգին բդուղը եւ մարդիկ կգերագրվին այդ բդուղով եւ գործնվին եւ դերոջը փառքուդան գիտենք որ Աստված մեզի կգործածե իր փառքին համար ադիգա ամենա լավ զգացումն է երբ գիտենք որ Աստծո գամքին մեջ ենք կարևոր չէ ինչպես կսկանք կարևոր չէ երբեմն չենք հասկանալ Աստված ինչ կնե մեզի հետ բայց գրնանք այն վստահություն ունենալ որ մենք Աստծո սիրուն մեջ ենք ինչպես երկեցինք քիչ առաջ Աստծո անհադակ սիրուն մեջ գաբրինք եւ իր նպատակին գծարայինք ինչու համար շատեր բդուղ չեն դար ինչ բան գարկիլ է որ բդուղ չի դան այքին մեջ օգտագործություն չեն ունենալ Աստծո այքի մեջ Բարս ցեզի բացադրեմ ամենաթյուրին գերբով չեն գուզեր Հիսուսի ծառայել պատասխանը այս է գրնանք շատ մծևերով դարձնել ասել որ այսպես այնպես բայց վերջավորության գաղտնիքը այս է ճշմարտությունը այս է որ չեն գուզեր Հիսուսի ծառայել գուզենք մենք մեր ուզածը անել շատ անգամ ավելի կարևոր բաներ ունենք Հիսուսի գոչումեն ավելի կարևոր բաներ կան մեր կյանքի մեջ մեր գործը պետք է աշխատիմ պետք է ընտանիքս պահեմ շատ աղեք արդյոք դու գործդ կգործածես Աստծո թակավորության համար Աստծո փառքին համար ժամանակ չունիմ նայելու տեսնելու թե Հիսուս ինչ կուզե ինձ մե այնքան սպաղած եմ Գյանքը պետք է ապրիմ եւ չեմ գնար սպաղիլ ամեն օր սրբության յետևե երթալու պետք է ջարեմ քրամ որբեսի գարնամ պետքերս լեցնել եւ շատ անգամ մարդիկ կան որ գխորին պետք չունին ծառայելու օգտագործություն ունենալու Աստծո տակարության մեջ որովհետեւ արդեն քարոզիչներ կան միսիոնարներ կան Իրակնորիայի ուսուցիչներ կան անոնք կնեն այդ բոլորը եւ մենք անոնց պես չենք մեզի չէ դրված այդպիսի բաներ ունել Գիրագի արդու ժողովի գուկանք եւ անգևերջը գխորինք թե ամեն բան լուծվեցավ եւ այս ծևով սիրելիներ մեկը բդղադու չի գնար դառնալ երբ գսես թե ուրիշը թողնե ինչ որ պետք է ըլլա Թունքու վրա պատասխանատվություն չես զգար Աստծո թակավորության մեջ օգտագործություն ունենալու Եվ այս վերջերս ես շատ ուրախ եմ մեր եկեղեցի մեջ կտեսնեմ այդ հոգին որ ամեն մարդ պատրաստ է նետվելու փամ մնելու իր ցերքեն ինչ որ գուկա քույրերուն մեջ մանավանդ Պարկը լադերոչը եւ ասիգա պետք է փնական դառնա ամենուս համար որ ամենադեն ինչ որ ցերքերնես գուկա դերոչը համար ունելու ընենք դերոչը Թաշտին այքին համար օգտակար դառնալու Իսկ անոնք որ երբեք պետք չեն սկար փամնելու բարձաբես չեն ուզեր հոգնել չեն ուզեր ծառայել Երբ որ մեկը ծառայե Աստծո տակարության համար պիտի հոգնի պիտի զոհվի եւ ադիգա իրենց հաշիվին չի կար եւ իրենց ցանկի վիճակները այնպես իրենց վրա խիստ գջնշեն իրենց կողքնեցնեն
որ գխորին թե այլևս փամը չեն գնարնել ուրիշ։ Եվ պատճառաբանություններ յետևի գսկսին, թե ինչու համար իրենք չեն գնար բդուղ բերել կամ թե օգտակար դառնալ Աստծո թագավորության մեջ։ Եվ շալ անգամ, երբ որ խոսքը գուքա պատկամի մեջ, որ դերը մեզի գխոսի, ցցնելու թե ինչ պետք է անենք, նաև գներվին հովիվեն սելով ինձ խոսք գզարնեք որ փեմեն։ Եվ ադորամարը եկեղեցի չեն գար։ Հոգնած են արդեն, շապտվա աշխատանք են, մենալ պիտի կանք հովիվին խոսքերը պիտի լսենք, որ մեզի ապտագե, աչեն ծախեն։ Վաղը կորձի պիտի երտամ, մզդիկները բարդագանություններ ունին, անոնց հոգ պիտի դանիմ, պատճառաբանություն, բարձաբես ճշմարտությունը ծածկելու համար, որ ես չեմ ուզեր ծառայել։ Ինձ մի տպնակ, ես չեմ ուզեր ոչ մեկ օգտագործություն ունենալ Աստծո այքի մեջ։ Ինչ էր այքին դերին խոսքերը այքեբանին։ Եթե մտածեք վարգյամը սկուշ պիտի լանք։ Այքին դերը սավ ինչու համար աստծենին աստեղը դերգը կրավե։ Աստծո համար ան որ բդուղ չի պերեր, անպետք է։ Գներեք պարին որ գկործած եմ, անպետք։ Ինչու դերգը կրավեք սե այքին մեջը։ Եվ սավ թե լավ գլար, որ աստծարը գդրեիք հանեիք դեղեն։ Հիսուս բայց հոնդեղը կմիջամդ է մեզի համար։ Հիսուս, որ ինքը իր արյունովը կնած է մեզի համար քիմը վճարեց խաչին վրա, ինքն էր, որ մեզի ցանեց այքին մեջը, ինքն էր, որ մեզի կյանք տվավ, ինքն է, որ մեզի հոգ կդանի, ինքն է, որ մեզի գտիդե, մեզի մեր վրա աշխատանք կտապե եւ կսպասե, որ բդուղ բերենք, իր ցայնը կպարսասն գսե, ինձ քիչ մնալ արիք դուր, որ ասոր վրա աշխատիմ այս ծարին։ Հիսուս շատ լավ գիտեր, որ բդուղ պետք է բերեր այդ տզենին, բայց չէր բերած, եւ ամեն չանկը գնե, որ այդ ծարը բդղադու դառնա։ Քարնան փոթորիգեմ վերջ, մարդը որ գերասի ծարուներ, գերասի ծարին ջուղերը մեկը գգոդրվի, բայց լման չի ծադվիր ծարեն եւ ես քիչմը փագած կմնա ծարին վրան կմնա։ Եվ երբ որ ծարը ծաղկելու կսկսի, բոլոր ծարը կծաղկի։ Եվ անգե վերջը, երբ որ բդուղները կսկսին մեջտեղ գալ, այս մարդը գանտրատարնա, որ այն ջուղը, որ գդրված էր, լման չէր զատված ծարեն, բայց գդրված էր, անոր բդուղները չեն հասունար։ Այնքան բդուղ չի բերեր, որքան միս ջուղերը։ Եվ այս գդրված ծարը, որ հագարակ, որ քիչմը բդուղ ուներ, իր կորձը չեր կատարեր։ Մենք ալ որպես հավատացյալներ սիրելներ, ըսկուշ պետք է լանք, որ հոգևորապես որքան կապված ենք գոջղին։ Այդ Փանին որտադունգի հոմբանու 15-ի մեջ գիշեք որտադունգին արագը, որ որ որտադունգին վրա գապված էր, անոնք բդուղ բերին։ Մենք արդյոք հոգևորապես որքան գմնանք Քրիստոսի մեջ, որքան գապված ենք Քրիստոսի մեջ։ Այդ է որ պիտի որոշե որքան բդուղ պիտի բերենք Աստծո այքի մեջ, Աստծո թագավորության համար։ Եվ մեր բդուղը գծուցնե թե որքան մենք Քրիստոսի մեջ ենք։ Կրնանք պատճառաբանություններն էլ, ասի ադի, ասե պատճառը, անե պատճառը, բայց վերջավորության քաղնիկը մենք որքան Քրիստոսի մեջ կմնանք, անիգա է, որ պիտի որոշե մենք որքան բդուղ պիտի մեջտեղ բերենք։ Իսկ եթե երբեք բդուղ չենք բերեր,
հարցումը պետք է մեր մեջը ձակի, որովհետև ինչսինք ամ որ գաբված է որ թադունգին, ամ այն ծառը, երասի ծառը որ ջուրը գաբված էր, հագարակ որ քիչ մը գդրված էր, նորեն գապ մուներ, բդուղ փերավ, բայց ամ որ երբեք բդուղ չի փերեր, պետք է ինքսինք հարցակներ, թե արդյոք իրապես փրկված է ինքը, որովհետև շատ հստակ է, ամ որ փրկված է, պետք է բդուղ փերե, որովհետև Քրիստոսի վրա հիմնված է, Քրիստոսի վրա հաստատված է, Քրիստոսի վրա հաստատված մարդը բդուղ անպայման կփերե, եւ եթե մեկը չի փերեր, պետք է հարցակնե թե արդյոք իրապես փրկված է ինքը, թե ոչ, այսպես սկացական փորձառություն ունեցավ եւ գխորի թե փրկված է։ Անշուշտ Հիսուս արիտ պիտի դա այդ անցին, որ նորեն իրենքա այս անգամ իրականության մեջ ամբողջությամբ իրեն հանձնվի, իր վրա պատվաստվի, որբեսի գարնա իր մեծ զորությունը ստանալով բդուղ հարաճ բերել։ Եթե այսօր այդ հարցումը քեզի համար հարցական գլա, քու հբարդությունը վարգյամը մեկ կոնտիր եւ խոնարհիր Աստծո առջև ասելով ով դեր իրական ես բդուղ չեմ բերեր, վստահ չեմ, գուզեմ իրապես քեզի հանձնվել, այսօր իրապես քեզի գուզեմ նվիրվել, որ թունիմ դերս եւ փրկիչս լաս, այո գգարձեի, բայց բդուղներ չունիմ, ինձի օգնե, որ բդուղներ ունենամ։ Ամեն քրիստոնյա բդուղ ունենա։ Գրնալալ որ թուն ժամանակին բդուղը բերեր եւ հիմա թատրած ես բդուղ բերել են։ Աշխարհը դերևս քրաված է քեզի եւ չարդոներ որ թուն բդուղ բերես Քրիստոսի այքին մեջ։ Տերևս հոգնած ես, տերևս խորիս թե թունք ու մասը դրիր, այլևս պամը չիգա կեզինելու։ Սխալ, չես գրնար բդուղ պերել են թատրիլ, թոշագի ելել։ Մինչև մեր վերջին շունչը մենք գրնանք բդուղ պերել։ Ասկեարաճ ասած եմ, օրինակ բերած եմ, իմ մեծ հայրս մինչև 106 տարեկան ապրեցավ։ Եվ վերջին 15 կամ 20 տարին վստահ չեմ իշեր, անգոյնի մեջ անցուց, որովհետև ոտքը գդրեց Բեյրութի մեջ եւ ոնդեղը ռիհաբ չգար, բան չգար, որ գարենային իրեն բուժել եւ ոտքի հանել։ Եվ երբ որ 1996-ին կովը կացի եւ իր կովը մտասենյակը իրենսի ինձի գիշես եւ ասավ անշուշտ գիշեմ ասավ ներսես ես ամեն օր քեզի համար գաղութեմ ասավ եւ այդ մեծ հայրիկս մինչեւ 106 տարեկան աղոթել է չտատրեցավ եւ իր աղոթներու պատասխանն է ես կավադամ որ իր աղոթքին զորությունն է որ իմ վրաս աստած է Աստծո օրհնությունները ես այսօր գվայելեմ իմ մեջս իմ ընտանիքիս մեջ եւ պիտի շարունակվի եթե ես ալ նույն բանը անեմ մինչեւ վերջին շունչս բդուղ բերելու Աստծո թակավորության համար իսկ եթե ցուն Քրիստոսը հերացած ես ինչպես այդ ջուրը որ գեսմը գդրված է անգամ եւս դերոջը դարձիր որովհետև Հիսուս կսպասե հոն գուզե քեզի չրել գուզե հոդել գդրել այդ բոլոր աղդոտ ջուղերը որ վրատ կան որ վնաս կբերեն քեզի գիտեք երբեմն Հիսուս լավ ջուղերն ա գդրե որովհետև լավակույն ջուղերը մնան որովհետև երբ որ շատ ջուղեր ունենանք այդ ջուղերը ծարին ուժը գառնեն եւ ծարը այնքան զորավոր բդուղ չի բերեր երբեմն պետք է գդրվի գարկ մի ջուղեր որովհետև անոնք որ զորավոր են ավելի զորանան եւ Աստված երբեմն մեզ մե գառնե փաներ որ մենք խորինք որ մեզի համար լավ է բայց գդրե ադիգա որովհետև լավակույնը մեր մեջը երևի եւ այսօր մեկ բան դերը գուզե որ ամեն կսալ բդուղ բերենք փարքավաջինք մեծնանք գուզե որ ծարայենք իրեն համար կորձածելի դառնանք չլանք ապրանքներ որ դում փերած ենք եւ չենք կորձածեր որովհետեւ չաշխատիր Աստուծո համար այդպիսի կորձիկներ չլանք դերը պատրաստ է մեզի նորեն արիտ մտալու ճուզեր որ գդրե եւ թափե քեզի այքին մեջ են
այլ գփապակի որ դուն եւ ես իրեն ծարայենք։ Պիտի ծարայես իրեն այսօր, իրեն համար կործածելի պիտի լաս, դերը պատրաստ է արիտ տալու, դու պատրաստ ես այդ արիթը ընդունելու, դեր օրհնե բոլորին։